Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է։ Երեք տեղի ունեցան Հայաստանում ազգային ժողովի ընտրությունները եւ նախնական արդյունքներով խորհրդարանն է անցել 3 ուժ։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը 49.8%, Ուժեղ Հայաստան դաշինքը 23.28% եւ Հայաստան դաշինքը 9.93%։ Երեք երբ որ դեռ բազմաթիվ հարյուրավոր ընտրատեղամասեր չէին բացվել եւ այսինքն հաշվարկներ չէին կատարվել, Նիկոլ Փաշինյանը շտապեց իր կուսակցության գրասենյակ եւ հայտարարեց, որ ինքը հաղթել է եւ որ ինքը միայնակ քաղաքացիական պայմանագրով կառավարություն է ձևավորելու, ծափահարություններ, շնորհավորանքներ ստացավ, դրանից առաջ Վրաստանի իշխանությունների նախկին ու ներկա ներկայացուցիչներ էին շնորհավորել արդեն եւ նա դարձյալ սպառնալիքներ հնչեցրեց եւ Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հասցեին, որ նրանք պետք է դատվեն, նստեն եւ այլն եւ այլն։ Մինչ այդ հանրությունը մասնագիտական համայնքը քննարկում էր, թե ինչպիսի խախտումներ է կատարում ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը, որը ընդամենը իր հաշվարկների, իր վստահված անձանց տվյալների հիման վրա դեռ չամփոփված վերջնական արդյունքները չստացած արդեն իսկ հայտարարում է իր հաղթանակի մասին։ Այսօր արդեն տարբեր քաղաքական ուժեր կոչերով հանդես եկան, երեք էլ դատապարտեցին տարբեր եւ առանձին գործիչները եւ քաղաքական ուժեր խոսելով խայտարակ այդ ընտրությունների մասին, որոշ մասնագետներ նույնիսկ խոսեցին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններով սահմանադրական կարգի տապալում է իրականացնում։ Այսօրվա իմ զրուցակիցը Գյումրիի ավականու Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանն է։ Բարի երեկո, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մխիթարյան, դուք այսօր կոչով եք հանդես եկել ընդդիմությանը դիմելով, ասելով, որ չվերցնեն մանդատները։ Հիշեցնեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մինչ մեր այս զրույցը արդեն հանդես եկավ հայտարարությամբ, նրանք նշել են, որ ընդամենը 4 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելով գտել են 120 չհաշվառված ձայներ, ասենք կարելի է պատկերացնել, թե ասենք 2005 ընտրատեղամասերի մասշտաբով ինչպիսի նկարչություն են արել, հա, ԿՊԱ-ականները։ Խնդրեմ նախ գնահատական տվեք այս ընտրություններին, ինչ տեղի ունեցավ, մոլդովական սցենարը կիրառվեց, փաշինյանական սցենարը, ինչու այսպիսի արդյունքներ եղան։ Ես չեմ կարծում, որ ինչ որ մի սցենարի կրկնություն է, ուղղակի իշխանությունը նպատակ էր դրել վերարտադրվելու, ստացել էր այդ վերարտադրվելու համար բոլոր հնարավոր ճագերտավոր ասած դաբրոները արևմուտքից, ողերիմ հարևաններից ղեկավար կոնկրետ աշխարհակաղակական կենտրոնների ղեկավարներից ստացել էր բռնաճնշումներ կիրառելու եւ ընտրություններ կեղծելու բոլոր հնարավոր օքեյներ, այսպես ասած, եւ արեց այն, ինչ որ ինքը պետք է աներ, այսինքն թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, դա զարմանալու չի։ Ձևակերպումը մոլդովական սցենար թե հայկական սցենար, լավագույն երևի ձևակերպումը կլինի ձայնի ջեպկիրություն են արել, էլի։ Այսինքն այնքան մանր բաներ են արել, շատ մանր բաներ, հա, այսինքն երբևիցե մենք այս 30 տարվա ընթացքում շատ ընտրություններ ենք տեսել, սա անունների անցնենք, էլի, գիտեն, որ մենք ընկերներ ենք, էլի, այո, շատ ընտրություններ ենք տեսել։ Ասել, որ Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները եղել են անթերի ու ոչ մի խնդիր չի եղել այդ ընտրություններում, դա մանկամտություն էլ չէ, դա ստախոսություն կլինի, հա։ Ակնհայտ է, որ մենք տեսել ենք 96 թվականի ընտրություններ, հա, ակնհայտ է, որ մնացած ընտրություններում էլ են եղել բազմաթիվ ընտրախախտումներ, բայց մենք չենք տեսել նման բան, որ գիշերը դադարեցվի ձայների հաշվարկի ներկայացումը, հայտարարվի, որ առավոտյան է լինելու ու առավոտյան էլ ներկայացվի այնպիսի բաներ, որոնք ակնհայտորեն չեն բռնում մինչև այդ ներկայացված թվերին, բացի դրանից, տես պնդում եմ, որ այն ամենը ինչ որ տեղի է ունեցել այս ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, եթե դրա նույնիսկ 10% անեին նախկին իշխանություններից որևիցե մեկը ընտրությունների ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում մի թեթև արևմտյան դեսպանատների հետ կապ ունեցող նույնիսկ մարդը պահակներից բռնած, բողոքի նոտաներ էին հղելու, կարծիքներ էին հայտնելու, գնալու են բոլոր քաղմասեր
ձերբակալվածներին տեսնեին, դիմեին Եվրամիություն, Եվրախորհրդարանը հատուկ կարծիք էր ասելու, այստեղի Եվրամիության ներկայացուցիչը հատուկ կարծիք էր ունենալու, ամերիկացիները հաստատ մատ էին թափտալ եւ այսինքն մենք տեսնելու ենք բան քաղաքացիական հասարակությունը ըմբոստանալու էր եւ սկսելու էր ասել, որ հեշտական անգամ գողություն արեցին, թալանեցին։ Այսօր մենք տեսել ենք, թե ինչպես Նիկոլը դարձավ թալանչի։ Հա, բայց այսպիսի լկտիություն, օրինակ մի ընտրատեղամասի օրինակով, ասենք արձանագրության մեջ գրված է, որ Բարգավաճ Հայաստանը 77 ձայն է ստացել, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում գրված է 1 ձայն։ Այսպիսի լկտիություն 4 ընտրատեղամասից արդեն իսկ 120 ձայն տեսնում ենք, որ չեն հաշվառում։ Մանայ, տեխնիկականն է, գիտես ինչ են ասում։ Այստեղ շատ կարևոր է, որ իրանք ասեն, որ հա, այդ մեկը սխալ է գրվել, չասեն հետո մեկը սխալ է գրվել, բայց մենք այդ 77-ը հաշվել ենք։ Այսպիսի խնդիր կա, Բարգավաճ Հայաստան կուսակցության մեր գործընկերներին, իմ լավ ընկերներին խնդրում եմ այս սրան ուշադիր լինել, որովհետև այստեղ ակնհայտորեն արտահայտության մեջ գոյություն ունի երկակիություն։ Երբ որ ասում են, հա, այդ ուղղակի տեխնիկական խնդիր է, պետք է հստակ ֆիքսել։ Բայց հաշվառված չէ։ Ահա, այ որպես տեխնիկական խնդիր է, թե հաշվառված է ու տեխնիկական։ Չէ, հաշվառված չեն, այսինքն 120 չհաշվառված ձայներ միայն 4 ընտրատեղամասերից։ Չեմ կասկածում, Կներեք, այն դեպքում, երբ որ Բարգավաճին 50-60 ձայն է պետք, որպեսզի նա 4% հաղթահարի եւ կարողանա պարլամենտ մտնել։ Ես նույնիսկ չեմ կասկածում, որ գիշերը ժամը 2-ի մամլո ասուլիսը դեմքերի արտահայտությունները գիտես այս 8 տարվա ակնհայտորեն ես դու էլ շատ լավ ուսումնասիրել ենք իրենց հոգեվիճակը եւ ինչպիսի արտահայտություններով ազգային ժողովի նիստերի ժամանակ ինչ է պետք որ իրանք միանգամից այլայլվեն ու դեմքերը փոխվեն ակնհայտ է որ այդ մամլո ասուլիսից առաջ գորգռոսներ են տեղ եղել դժգոհություններ է եղել դրա համար էլ մարդիկ չունեին իսկապես հաղթողների դեմք ու ակնհայտ է որ Նիկոլը մտավ ժամը 2-ին ասուլիսի որպեսզի էմոցիոնալ ֆոնը ապահովի առավոտվա նախապատրաստվող այդ կեղծիքների ու մանիպուլյացիայի ինքը մտավ իր էլեկտորատին ասելու համար որ մենք հաղթել ենք որպեսզի իր էլեկտորատի ծափահարությունների, վանկարկումների ու հաղթական երկերի ու պարերի ներքո կարողանա իրականացնել իր առավոտվա գործունեությունը։ Ինքը մտավ դա ասեց, որպեսզի սկսի արդեն ստանալ շնորհավորանքներ այն աշխարհաքաղաքական կենտրոններից, որոնք լի բոլ հովանավորել են Նիկոլի ընտրազեղծարարության մաստեր կլասը, որը մենք այսօրվա օրով տեսել ենք։ Խնդրում եմ մի հատ թվի վրա այսօր դու ուշադրություն դարձնենք ու մեր հետևորդներին ու մեզ դիտողներին նույնպես այս թիվը ասենք։ Սա շատ կարևոր է։ Նախկին ազգային ժողովի ընտրությունների ժամանակ անվավեր ճանաչված քվեաթեժտիկների թիվը 4000-ի մոտ է եղել։ Երկու ընտրություն անընդմեջ։ Հիմա գիտես ինչքան է անվավեր ճանաչված 16000։ Այսինքն 17000 ներողություն, այսինքն 4 անգամ ավել։ Այսինքն Նիկոլը ուզում է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում 5 տարվա ընթացքում հայտնվել են բացի այն 4000-ից եւս 13000 հոգի մարդիկ, որոնք ընտրությունների քվեաթեժտիկների հետ վարվել չգիտեն ինչպես է պետք քվեարկել ու այսպիսի զարմանալի բաների քանակությունը շատ է Մեղրիում ակնհայտ արձանագրված փաստ կա տեսանյութեր կան Մեղրիի ընտրատեղամասում ինչպես երեկոյան ժամը 8-ից հետո դռները չեն փակվում եւ զինվորները շարունակում են մտնել ու քվեարկել երբ հարցրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին թե ինչի է սա խախտում չէ, ասել է դե Բաքվում կանգնած էին, ոչ չթողնեինք մտնեին քվեարկեին։ Այսինքն, հիմա տես ինչ է կատարվում։ Դե ըստ էության փաստաբանները, իրավաբանները ասացին, որ եթե մարդը գտնվում է արդեն ընտրատեղամասում ոչ թե Բաքվում, սպասի, ընտրատեղամասի ներսում գտնվող մարդը դռները փակվում է, սպասի։ Ընտրատեղամասի ներսում գտնվող մարդը, այո, պետք է կապ չունի քանակությունը ինչքան է այդ մարդկանց, մինչև վերջի մարդը պիտի քվեարկի ոչ թե Բաքվում հավաքվածները։ Իսկ այստեղ Բաքվում հավաքվածները շարունակել են ժամը 8-ից հետո մտնել ընտրատեղամաս ու քվեարկել։ Այդ նշանակում է, որ
10,000 հոգի մի ընտրատեղամասում Բաքվում այդ պահին լիներ, 5,000 հոգի մի ընտրատեղամասում, իրանք պիտի մտնեին շարունակեին, չէ, ուղղակի այդ ձայները ակնհայտորեն Նիկոլի ձայներն է եղել։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ բանակում զինվորները գտնվելով կոնկրետ ճնշման տակ մտել ու ապահովել են Նիկոլ Փաշինյանի ձայները։ Ինձ պատմեցին ընտրատեղամասերից, որտեղ զինվորները քվեարկել են, այնպես են արել, որ արագ լինի, 16 համարի ԿՊ-ի քվեաթերթիկը դրել են սկզբում, որ շատ արագ դա գցեն ու գնան, այսինքն արագացնեն process։ Շարունակությունը քեզ ասեմ, ընտրախախտումները բազմաթիվ են եղել ու բազմապիսի։ Քվեարկության մտնելուց ակցենտավորված այն մարդկանց, որոնք իրանք ճանաչել են, հա, այսինքն որ այս մարդիկ Նիկոլ ընտրող չեն։ Ու եթե այդ ճանաչողը եղել է քվեաթերթիկ բաժանողը, գիտես ինչ է արել։ 2 հատ կամ 3-րդ համարի քվեատեշտիկ է տվել, կամ 2 հատ 17 համարի քվեատեշտիկ, կամ 2 հատ 7 համարի քվեատեշտիկ։ Ինչի։ Ոչ թե որ քվեատեշտիկները այստեղ պակաս են, միևնույն է, պակաս են կլրացնեն, բայց եթե մարդը մտածի, որ էսի լավ է, սպասի այս 2 հատը դնեմ 2 ձայնը հաշվվելու, միանգամից իր այդ քվեարկությունը անվավեր ճանաչի, որովհետև եթե 2 քվեատ նման բան, թող ոչ մեկ չասի, մենք մի հատ տեսանյութ տեսել ենք, մի հատ է Գյումրիում իմ հարազատներից մեկի հետ է եղել, որը ուղակի այդ պայն բանը մանդրաժ է եղել, չի պատկերացրել ինչ անի, 2 հատ 17 համարի քվեաթերթիկ են իրեն տվել, ընտրատեղամասն էլ կասեմ, ոչ մի տեսակի խնդիր չկա։ Համատարած է եղել նման բան։ Իսկ գիտես, որ 13 համարի քվեաթերթիկ են տվել այն դեպքում, երբ որ 13 համար չկար, որովհետև ալյանսը դուրս էր եկել ինքնաբացարկել։ Մի խոսքով հնարավոր բոլոր ռեսուրսները կիրառվել է, որպիսի ընտրությունները ունենան ոչ լեգիտիմ բնույթ եւ տես մենք ախր այս ամեն ինչի մասին խոսելուց պիտի գանք մի քիչ հեռվից է։ Այս մարդը մի տարի առաջ արդեն սկսել էր իր քարոզարշավը։ Ակնհայտորեն անհավասար պայմաններ ստեղծելով ընդդիմության համար։ Ինքը արդեն մի անգամ հիշում ես այդ նույն ավտոբուսով գնաց ամբողջ Հայաստանում պտտվեց, այդ իր խաղաղության օրակարգի գովազդն էր անում, բայց փաստացի քարոզարշավ էր անում։ Ինքը տեղերում ամբողջ վարչական լծակները, ամբողջ պետական բյուջեն օգտագործեց քարոզարշավի։ Ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը, արի մի հատ թիվը հնչեցնենք, ինչքան ձայն հավաքեց։ Ուրեմն 23 ու 28% եւ 9.93%։ Զուտ ձայների հատով եթե նայենք, ընդդիմությունը այս անգամ 100,000-ով ավելի շատ ձայն է հավաքել, քան 2021 թվականին։ Նիկոլ Փաշինյանը 5 տարվա իր գործունեության արդյունքում ստացվում է, որ 40,000-ով ավել ձայն է հավաքել։ Այսինքն 660,000-ից իր ձայները դարձել է 700,000։ Նշանակում է, որ տոտալ կիրառված վարչական ռեսուրսը եթե հանում ես, ձայները գրեթե հավասար են ստացվում, սատ։ Ու ըստ այդմ այդ հավասար ձայների պարագայում է ինքը ինչի է համար գիշերը դադարեցրեց այդ հաշվարկը պանիկայի մեջ ու ասեց մեզ օդի ու ջրի պես պետք է, որ մենք եւս 3 մանդատ ունենանք։ Ինքը շատ լավ հասկանում էր, որ այն 70 մանդատը, որ իրան պետք է, ինքը ոչ մի ձև չի հասնում դրան։ Դրա համար ինքը փորձեց մանիպուլացնել ու կեղծել, որպեսզի ունենա 64 մանդատ։ Ինչ է նշանակում 64 մանդատը։ 64 մանդատի պարագայում է միայն, որ Նիկոլը կարողանալու է սահմանադրական օրենքներ ընդունել եւ կոնկրետ պաշտոնների մարդկանց նշանակել։ Օրինակ, դատախազին, հա, գլխավոր դատախազ նշանակել։ Եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնում է շեմը, ստանում է իր մանդատները, Նիկոլը ունենում է 61 մանդատ, այսինքն ըստ այդմ ինքը չի կարողանալու ոչ մի կարևոր պաշտոնում նշանակում արնել։ Առանց 3-5 Հիմա երբ որ ես ասում եմ, հա, այսօր առավոտվանից անընդհատ հորդորում եմ մեր ընդդիմությանը։ Դե դրա համար է իրեն պետք որ Բարգավաճը չանցնի։ Ահա։ Հիմա այս սա մանրամասը պետք է բացատրենք մեր ժողովրդին, որ իրենք հասկանան։ Ինչի է Նիկոլին պետք, որ Բարգավաճը չանցնի։ Իրեն պետք է Բարգավաճի չանցած մանդատները գնա իրեն մեծամասամբ 3 մանդատը, ինքը ստանա 64 մանդատ, որպեսզի կարողանա սահմանադրական օրենքներ ընդունել եւ օրինակ գլխավոր դատախազ նշանակել։ Եթե Բարգավաճը անցնում է 61 ձայնով իր ձեռքերը կապվում են։ Ինքը ոչ մի բան չի կարողանալու անել։ Կոպիտ ասած, բացի բյուջեի հաստատումից, բանը մարդկանց աշխատավարձը տալուց եւ այլն։ Հիմա սահմանադրական մեծամասնության համար իրեն պետք է 70 падգամավոր, այսինքն եւս 6-ը։ Հիմա ինչի եմ ես ասում, որ այո, մինչև վերջ գնացեք, ստացեք այդ մանդատների իրավունքը, ֆիքսվի թող ու հրաժարվեք մանդատներից, որովհետեւ եթե դու մտնում ես ազգային ժողով, Փաշինյանը
ակնհայտորեն գլխավոր դատախազը եթե կարողացավ նշանակել, ինքը ռեպրեսիվ մեխանիզմները միացնելու եւ մենք տեսնելու ենք ինչ եղավ 21 թվականից հետո։ Միայն գլխավոր դատախազինը չէ, նախ եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հարգելի հետևորդներ չի հաղթահարում անցողիկ շեմը, այսինքն չի անցնում, ապա նրա ստացած ձայները վերաբաշխվում են խորհրդարան անցած ուժերի միջև, ինչը մոտ 5 մանդատի վերաբաշխման է հանգեցնում, այսինքն ավելանում են ՔՊ-ի ձայները։ Եթե ՔՊ-ն այդ 3/5 ձայները չի ունենում, այսինքն Նիկոլ Փաշինյանը, սահմանադրության համաձայն падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը անհրաժեշտ է սահմանադրական օրենքների ընդունման համար, այդ թվում ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, ընտրական օրենսգրքի, դատական օրենսգրքի, սահմանադրական դատանի մասին օրենքի, հանրաքվեի մասին, կուսակցությունների մասին, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքների ընդունման փոփոխության համար, առանց 3/5-ի իշխող ուժը ՔՊ-ն չի կարող ընտրել կամ պաշտոնան կանել սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի դատավորների, բարձրագույն դատական խորհրդի անդամների, առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնան կանել գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, չի կարող ընտրել կամ պաշտոնան կանել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներին, հաշվեկնիչ պալատի անդամներին, կենտրոնական բանկի նախագահին։ Պատկերացրեք, այսինքն իրեն օդ ու ջրի պես պետք է որ Բարգավաճ Հայաստանը չանցնի, փոշիացնեն, հա, ձայները, դրա համար, այսինքն 5 մանդատը ձայների մորթ է գնացել, էլի։ Ես դրա համար եմ ասում, որ ինքը ձայնի գող է, ինքը ձայնի ջեպկիր է, ինքը ձայնի ջեպկիրությամբ է զբաղվել։ Փաստացի այդ 3 մանդատը խլելով Բարգավաճ Հայաստանին կոպիտ ասած կեղծիկների մի հատ շրջապտույտի մեջ մտցնելով ինքը փորձում է լուծել իր նվազագույն խնդիրը ունենալ գոնե 64 մանդատ։ Եվ ամենակարևորը, հարգելի հետևորդներ, առանց 3/5 ձայների չի կարող սահմանադրության փոփոխություններ կատարել կամ սահմանադրության հիմնարար հոդվածները հանրաքվեի դնել։ Այն ինչ որ պահանջում է իրենից Ալիևը, այն ինչ որ պահանջում է խաղաղության պայմանագրի համար եւ այլն։ Այսինքն այդ բոլոր, հա, լոգիստիկ ծրագրերի, Զանգեզուրի միջանցքի այդ ամբողջ փաթեթի համար Նիկոլին պետքա այդ 3/5-ը ունենա։ Դրա համար ինչ է անում, գլխատում է, մորթում է մյուսների ձայները։ Դե լավ, հիմա արի ավելի ռետրոսպեկտիվ նայենք, թե ինչ տեղի ունեցավ։ Հիշում ես, որ ինքը օֆիցիալ հայտարարեց, որ իրենք 700,000 ձայն են հավաքելու։ Հիշում ես։ 700,000 ձայն ասեց ու 700,000 ձայն էլ հավաքեց։ Գիտես իր խաղակարտերը ինչը խառնեց, բարձր մասնակցությունը, որովհետև ինքը վստահ էր, որ մասնակցությունը լինելու է 1,200,000-ի մակարդակի, 1,200,000-ի մակարդակի պարագայում ինքը ունենալու էր կայուն սահմանադրական մեծամասնություն ու կարողանալու էր անել այն ամեն ինչը, ինչը որ դու հենց նոր թվարկեցիր։ Երբ որ սկսվեց ընդդիմության շարքերում ապրեն բոլորը միացան այդ ամեն ինչին ու սկսեցին անընդհատ շեշտել, որ մեզ 1,5 միլիոն մասնակցություն է պետք, 1,5 միլիոն մասնակցություն է պետք, մենք կարողացանք բերել աննախադեպ բարձր մասնակցություն ընտրություններին, ինչը հենց այդ պայից սկսեց խառնել Նիկոլի խաղակարտերը, որովհետև այո, հարգելի ընդդիմություն, հարգելի քաղաքացիներ, դուք պիտի իմանաք, որ Նիկոլը ստեղծել է այնպիսի պետություն, այնպիսի ազգային անվտանգության ծառայություն, որը հստակ Նիկոլին թվով ասում է տնով, տեղով, հասցեով, թե որտեղ են իր ընտրողները։ Ու ինքը գնում է այդ ընտրողներին, գտնում է ու այդ ընտրողներին կարողանում է հասցնել ընտրատեղամաս։ Պատահաբար նման բաները չեն լինում, Սաջան, դեննականի ընտրությունների ժամանակ էլ իրանք հայտարարել էին, որ իրենք 17,000 եսիմիշկան ձայն են ունենալու։ Իրանք հավաքեցին 17,000 ձայն։ Նույնը Նիկոլը հայտարարեց, որ իրենց 700,000 ձայն է պետք, սահմանադրական մեծամասնություն հավաքելու համար իրենք հավաքեցին 700,000 ձայն, բայց իրենց խաղակարտերը խառնեց բարձր մասնակցությունը։ Չէր լինում բարձր մասնակցություն, իրանք այսօր ունենալու են սահմանադրական մեծամասնություն։ Հիմա այս ամեն ինչը իմանալով հանդերձ, մենք հիմա բոլորս պետք է հասկանանք, որ հարգելի բարեկամներ,
Պարտադիր նվազագույնը պետք է բոլորը խելքի տան, ես մյուս ընդդիմադիր առաջնորդներին էլ եմ կոչ անում այս ընթացքում կապ պահել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի հետ ու ներկայացուցիչների հետ, որպեսզի խելքի տան հասկանան ինչպես պիտի շարժվեն առաջ։ Հիմա նվազագույն խնդիրը Բարգավաճ Հայաստանը հետ քայլ չպիտի անի, պիտի իր ձայները վերականգնի ու անպայման ստանա իր հասանելիք 5 մանդատները։ Դա ամենակարևորն է։ Ու կա եւս մեկ բան, որը ես ուզում եմ հորդորեմ մեր ընդդիմության առաջնորդներին։ Խնդրում եմ մի կրկնեք 21 թվականի սխալները։ 21 թվականին ընդդիմության առաջնորդները ընտրություններից հետո 2 օր կորեցին։ Ու ընդդիմադիր էլեկտորատը ուղղակի չգիտեր ինչ պիտի աներ, ինֆորմացիայի պակասի պարագայում ինքը ուզած չուզած սպառում էր իշխանության տված ապա տեղեկատվությունը։ Խնդրում եմ ձեզ, անպայման կապի դուս եկեք ձեր էլեկտորատի հետ ու բացատրեք, թե դուք հիմա ինչ եք անում, որովհետև 21 թվականին հիշում ես ինչ տեղի ունեցավ։ Առաջնորդները կորեցին, 2 օր հետո ասուլիս հրավիրեցին ու հայտարարեցին, որ իրենք մանդատները վերցնելու են։ Եթե դուք գնալու եք ու մանդատները վերցնեք, դուք ակնհայտորեն Նիկոլի ջրաղացին ջուր եք լցնելու։ Ոչ մի էֆեկտ դա հայ ժողովրդին չի տալու։ Ստացեք Բարգավաճ Հայաստանի 5 բացակայող մանդատները ու արդեն նոր այդ ժամանակ հրաժարվեք մանդատներից, որ Նիկոլը ունենա 61 մանդատ ընդամենը։ Մի ճշտում ուղղակի կատարել Նիկոլ Փաշինյանը չի կարող առանց 2/3-ը ունենալու ձայների սահմանադրության այդ հիմնարար հոդվածները, այդ թվում սահմանադրությունը ամբողջությամբ հանրաքվեի դնել, չի կարող անկախության հռչակագրին հղումը վերացնել, այն ինչ որ ուզում է Ալիևը։ Հարգելի հետևորդներ, մինչ քանի որ Ալիևից խոսեցինք, մի հետաքրքիր բան ասեմ, ամբողջ ադրբեջանական մամուլը, ադրբեջանի իշխանությունները ցնծում են այս ընտրությունների արդյունքներից, նույնիսկ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, որ կարող եք ինքներդ YouTube-ում, սոցիալական ցանցերում, տարբեր մեդիաներում տեսնել, ինչպիսի հայատյացությամբ է նա աչքի ընկնում, Փաշինյանի այս վերընտրվելուց հետո գրառում է կատարել, որում ասվում է. շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին այն առիթով, որ երկաթե բռունցքը 5 տարվա ընթացքում միացում կոչվող քաղաքական շիզոֆրենիայից բուժել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 50%-ին, պետք է շարունակել բուժման գործընթացը։ Խնդրեմ, Ադրբեջանի նախկին արտգործնախարարն է, որը հիմա շատ ակտիվ Ալիևի ադմինիստրացիայի հիմնական խոսող գլուխներից է եւ քարոզիչներից է։ Չասեմ նույնիսկ թե ասենք ինչպիսի հայտարարությամբ են հանդես եկել տարբեր իրենց խոսող գլուխներ, քարոզիչներ, պաշտոնյաներ ադրբեջանական մամուլում, դուք կարող եք տեսնել, կխնդրեմ նույնիսկ մեդիաներից մեկի գլխագիրն է խնդրել ներկայացնեն, խնդրեմ տեսեք, ասում է, որ Հայաստանի ընտրությունների արդյունքները ստրատեգիկ ռազմավարական հաղթանակն է Ալիևի եւ Բաքվի սպասելիքների։ Այսինքն ադրբեջանական մամուլը ցնծում է ուղղակի, Ադրբեջանը ուրախությունը չկա։ Ընդհանրապես զարմացա, որ ադրբեջանական դիտորդական խումբ չկար այս ընտրություններին հետևող ու որը միանգամից հետո մտներ եթեր ու ասեր ոչ մի խախտում չի եղել, այս տեսակի ժողովրդավար ընտրություններ աշխարհը չի տեսել։ Մի փաստել ուղղակի արձանագրեմ, որովհետև հենց հիմա այս օրերին էլի ակտիվորեն Թուրքիայում եւ Ադրբեջանում քննարկում է Զանգեզուրի միջանցքի թեման եւ ուզում եմ մոնիտորից մի հատված ներկայացնել, որպեսզի պատկերացնեք, ինչու են նրանք այսպես ուրախացել։ Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչի մասին բազմիցս հայտարարել են Անկարայում։ Բաքվում նման փաստաթղթի ստորագրման համար պարտադիր պայման են համարում Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, որի անցկացման համար անհրաժեշտ է խորհրդարանական մեծամասնության 2/3-ը։ Այսպիսով գլխավոր հարցն այն չէ, թե արդյոք Փաշինյանը կկարողանա հաղթել, այլ այն, թե ինչ առավելությամբ գրել է մոնիտորը։ Թրամփի եւ Թուրքիայի աջակցությամբ Հայաստանի վարչապետ Փաշինյանը վճռական ընտրություններում ձգտում է 3-րդ ժամկետի։ Խնդրեմ նման հոդված են գրել։ Այսինքն աշխարհաքաղաքական կոնտենտը, որպեսզի մեր հեռուստադիտողները հասկանան ինչու է պետք, որ Փաշինյանը, այսպես ասած, թրաշի այդ ձայները, չէ, այդպես է ստացվում, էլի, այս ամբողջ կեղծիքը հասկացեք ինչի համար է։ Պարոն Մխիթարյան, Ռուբ ջան,
Հիմա մեկ բան եմ լինում։ Ռուբ, հիմա դու կոչով ես հանդես եկել, որպեսզի հնարինս շուտ ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ Խնդրեմ սրա մասին խոսենք։ Ինչու պետք է, որտեղ տարբեր տեսակետներ կան։ Նայ, ես այս կարծիքը իմ մոտ ձևավորվել է ակնհայտորեն վերջի 21 թվականի ընտրություններից հետո, երբ որ ես տեսել եմ էֆեկտիվությունը ընդդիմադիր ուժերի, թե ինչ էֆեկտիվությամբ իրենք կարող են 5 տարի աշխատել։ Պետք է փաստել, որ 5 տարվա ընթացքում մենք ոչ թե կարողացել են ինչ-որ մի ձև ընդդիմանալ այդ ողբերգություններին, որոնք բերել է Նիկոլ Փաշինյանը, այլ ազգային ժողովում իրենք ուղղակի 5 տարի աշխատել են Նիկոլի համար ղժղժոցի, իստերիկայի, ստի, կեղծիքի, մանիպուլյացիա տարածելու գործող անձ չուզենալով։ Այսինքն թվում է թե իրոք ճշմարիտ ու ազնիվ հարց են տվել, որի մեջ կա մեծ բովանդակություն։ Նիկոլը էլ է պատասխանել է ինչ որ ինքը ուզել է։ 5 տարվա ընթացքում այդ տված հարցերը այսօրվա ընտրությունները դրա ապացույցն է, ոչ մի էֆեկտ չեն բերել։ Ըստ այդմ, եթե դու հիմա մանդատը որ վերցնում ես ու գնում ես, որպես ինչ ես վերցնում գնում, այսինքն ինչ ես դու սպասում անելու հաջորդ 5 տարին ազգային ժողովում, որը նախորդ 5 տարվա մեջ արել ես ու էֆեկտ է թողել։ Ըստ այդմ ակնհայտ է, որ Հայաստանում վարչական ռեսուրսի կիրառումը հանած Նիկոլ Փաշինյանը գտնվում է ամենաթույլ սատարման ժամանակահատվածում։ Ամենաթույլ սատարման ժամանակահատվածում։ Եթե մենք վարչական ռեսուրսի կիրառումը հանում ենք, ձայների քանակությունը հավաքական ընդդիմության ու Նիկոլ Փաշինյանի ստացվում է գրեթե նույնը։ Եթե մի հատ էլ այն ծանոթ բարեկամ խավոր սանիկների, տասովշիկների, թաղային հեղինակությունների, այս ամեն ինչը որ ասում եմ, այդ չագերտավոր քաղ հասարակությունը, որը 30 տարի կոկորտ է ճեղում այդ ամեն ինչի վերաբերյալ։ Իրանք հիմա չեն տեսնում, չէ՞, որ նախկին բոլոր տասովշիկները տասնապատիկ հիմա ավելի շատ աշխատում են ՔՊ-ի համար։ Բացարձակապես նույն մարտիկ։ Այն իրենց ասած օլիգարխները առավոտից իրիկուն այնպիսի փայլուն ռեզուլտատներ են բանարել, ես քեզ մի հատ կոնկրետ բան ասեմ, էլի, վերջնականապես կճշտեմ, որովհետև դրա բանն է կա, տեսանյութն է կա, սպասում եմ այդ տեսանյութը լինի, նոր անունով կասեմ, հա, մարզերի, մեր մարզերից քաղաքապետերից մեկը նույնիսկ ասել է ԿՊ-ին ասել է իմ քաղաքում կարող եք նույնիսկ շտաբ չբացել, դուք ոչ մի խնդիր չունեք, ես ձեր ձայները կապահովեմ, ու ապահովել է։ Տեսանյութին եմ սպասում, էլի տեսանյութը լինի։ Ըստ այդմ ասածս ինչ է, մարտիկ կիրառել են բոլոր հնարավոր վախի, վարչական ռեսուրսի, բռնաճնշումների, նախընտրական տերորի, մեքենային վարեկցե ավտոյի տակ մարդկանց, մեր աչքի առաջ այս մարդիկ փաստորեն հղիների հանդեպ կոնկրետ բացասական նեգատիվ ատելության աստիճանի վերաբերմունք ունեն։ Մի անգամ մենք գիտենք, բացի որ Փաշինյանի ավտոշարասյունը ուժեղ Հայաստանի քարոզարշավի ժամանակ մի խումբ ուժեղ Հայաստանի ակտիվիստների, որը քաղաքով քայլելիս է եղել, հարձակվել են իրենց վրա, սկսել են ծեծել, այդ ակտիվիստների մեջ հղի աղջիկ էր, որոնց տեսանյութերը կա, որին քաշքշում են, խփում են, ծեծում են։ Ըստ այդմ Բարգավաճ Հայաստանին տեսանք ինչպես գազելը քշեցին, մարդու ոտքը կոտրեցին։ Նայ, սրանք բաները ասում եմ, որ եթե լիներ 2018 թվականից առաջ, արևմտյան բոլոր դեսպանները ուղղակի գիշերելու են կառավարական ամառոնոցի պարիսպների տակ, առավոտից իրիկուն նոտաներ էր լինելու եւ խոսելու են այն ամեն ինչի մասին, որ հնարավոր է։ Հիմա բոլորը պահպանում են քար լռություն, ավելին իրար հեշտ չտալով շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին փայլուն անցկացված ընտրությունների կապակցությամբ։ Ըստ այդմ մեր հույսը պիտի լինենք մենք։ Եվ որ ես ասում եմ մանդատներ մի վերցրեք, դա նաև նրա համար է, որպիսի ընդդիմադիր էլեկտորատը շարունակի ընդդիմությանը դիտարկել, որպես իր նպատակների, իր իղձերի գլխավոր ներկայացուցիչը քաղաքական թատերաբեմում։ Այն պայից սկսած, երբ որ ընդդիմությունը վերցնում է մանդատները, ինքը ակնհայտորեն հրաժարվում է այն միսիայից,
որի համար ես գնացել եմ ընտրության իրեն մանդատ տալու, իսկ ես գնացել եմ իրան ընտրության մանդատ տալու հետևյալ միսիայի համար՝ իշխանափոխության։ Ակնհայտ է, որ երբ որ դու որպես ընդդիմություն մտնում ես ազգային ժողով, դու չես կարողանալու իմ պատվիրակումը, որը ես տվել եմ քեզ ու ինպես 400 Բացի այդ, ոչ քո խոստումն ես կարողանալու կատարել, ոչ դու կարողանալու ես օրենքի փոփոխությանը մասնակցել, ոչ մի բան չես լավ, արի ակնհայտ ու բաց խոսանք, այդ ամբիոնից, որտեղ չեք կարողանում ակնհայտ բաց խոսանք, մենք գիտենք ինչպիսի իշխանություն է ստեղծելու Նիկոլ Փաշինյանը։ Հարգելի Սամվել Կարապետյան, հարգելի Ռոբերտ Քոչարյան, հարգելի Գագիկ Ծառուկյան, ձեզ նստեցնելու է, ձեզ բռնելու է։ Եթե ձերոնք մանդատները վերցրեցին, ակնհայտորեն ձեր բռնված կարգավիճակում ձեր ֆրակցիաները լինելու են ավելի, կներեք էլի Նիկոլի սիրելի լեզվով խոսեմ, զգավոր չվի։ Տարբեր տեսակի բռնաճնշումներ են կիրառելու այդ մարդկանց կամ համոզելու ենթակա տարբեր գործիքներ եւ ձեր ֆրակցիաներից մարդիկ են տանելու։ Մենք դա արդեն ձեր ցավը տանեմ, տեսել ենք, Գեգամ Նազարյանը, խնդրեմ 3 ՔՊ-ի շտաբ էր մտել։ Այ մարդ մենակ Գեգամ Նազարյանը, չէ, ու տենց կան էլի Իշխան Զաքարյան եւ այլն, ի՞նչ տարբերություն հիմա Գեգամ Նազարյան թե Իշխան Զաքարյան։ Այն պակասող 6 ձայնը, որը որ Նիկոլին պետք է 6 մանդատը, որը որ Նիկոլին պետք է սահմանադրական մեծամասնություն ունենալու քո նշած բաները սահմանադրական հանրակրվեի անցկացում կարողանալու, որպեսզի կարողանա անի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու եւ այլն, այդ պակասող հենց դուք մտնում եք ազգային ժողով, դուք ստեղծում եք Նիկոլի համար հնարավորություն, որպեսզի ինքը մարտագողությամբ զբաղվի, իսկ իրենք փորձը ցույց է տվել, որ բոլորի վրա ամեն ինչ ունեն. Իսկ նաև հանուն արտարության պետք է ասել, որ ձեր ցուցակների մեջ այնպես չի, որ բոլորը ձեր ցուցակները միատար են, այսինքն կուր ցուցակներ են, բոլորին ոտից գլուխ ճանաչում եք ու գիտեք, որ այդ մարդիկ մինչև վերջ կանգնած են, էմոցիոնալ մի հատ շատ կարևոր մաս կա Սադ ջան։ Հիմա այս փուլում մարդիկ ամուր են, դեռևս ձիգ են, ներվը կա, էմոցիան կա։ 10 օր հետո մարդկանց մոտ սկսվելու են ապատիկ տրամադրություններ։ Ու եթե այս ընթացքում դուք չկարգավորեցիք այդ մանդատներից հրաժարվելու գործընթացը, այսինքն նոտարների հետ չպայմանավորված ցուցակները չբերեցիք, այդ գործողությունը չիրականացրեցիք, հետո շատ հնարավոր է դուք չկարողանաք ձեր ցուցակի միջի մարդկանց գտնեք։ Ուղղակի չկարողանաք գտնեք։ Կկորեն այդ բաժանորդն անհասանելի կդառնա։ Հիմա խո չեմ հորինում, ախր միլիոն անգամ այդ ամեն ինչը տեսել ենք ու ականատես ենք եղել։ Դրա համար որպիսի մարդկանց մոտ էմոցիոնալ ֆոնը, էլի եմ ասում, առավոտյան ասել եմ, ապրեք ձեր ցավը տանեմ, այս բռնաճնշումների, այս ընտրակեղծիկների, այս գերակա բանը ընտրազեղծարարության պայմաններում այսքան ձայնը հավաքելը ու այսքան ձայնին տեր կանգնելը, հավատացեք, դա արդեն հերոսություն է։ Հիմա առաջի մասը արել եք, խաղը նոր է սկսվում, կինոն նոր է սկսվում։ Հիմա պետք է այնքան ամուր ու ձիգ մնալ, որպեսզի հնարավորություն չտալ, որ Նիկոլը կարողանա հանգիստ գործունեություն ծավալի ազգային ժողովում։ Նիկոլին պետք է թողնել իր 61 մանդատով, որպեսզի ակնհայտորեն ոչ լեգիտիմ իշխանություն լինի, ինքը չի կարողանալու այս իշխանությունը։ Իսկ չի կարող այն իր մանր-մունր կուսակցություններ էր վերել խաղի մեջ մտցնել, Արամ Սարգսյաններ, Բաբաջանյաններ, այն մյուսը Սիմոնյաններ։ Խնդիրը հետևյալն է, եթե ամեն ինչը արվի ճիշտ ու խելացի, ավելի արվի կազմակերպված, երեքը իրար հետ կազմակերպված էս ամեն ինչը պետք է անեն։ Թե ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Հələ մի հատ բախտի հեգնանքի նայի, էլի, Հայաստանի ազգային ժողով անցել է 4 ուժ, որոնցից 3-ի մեջ Հայաստան բառը կա, ու իրենք ընդդիմություն են, իսկ քաղաքացիական պայմանագիր անհասկանալի թուրքական ծագումնաբանություն ունեցող իր լոգոտիպից սկսած Արարատին դեմ եք, հանեք ձեր լոգոտիպի միջի Արարատը, ինչի ձեր լոգոտիպի մեջ Արարատ կա, 4-ը Գագաթ Սարգսեք, Արագած Սարը, ես ինչ ծնվել եմ Արագած Սարն եմ տեսել, ես Շիրակի մարզի ներկայացուցիչ եմ։ Այնպես է որ Արագած Սարը ես բոլոր կողմերից եմ տեսել, բոլոր գագաթներից եմ տեսել։ Ես իսկապես սիրում եմ Արագած Սարը։ Ես սիրում եմ Արագած Սարը, այնց ոնց որ Շիրազն է սիրե Արագած Սարը։ Գյումրիի հիմնի մեջ յուրահատուկ կերպով հնչեղությամբ ես միշտ կատարում եմ Արագածին բազմած արծիվ փառավոր արտահայտությունը, բայց
մրցակցության մեջ դնել Արարատն ու Արագածը, դա գիտես ոնց որ ծնողներիդ, հորդ ու մորդ մրցակցության մեջ դնես։ Կամ երեխաների Հիմարության գագաթնակետն է։ Դուք Արարատի հետ այսօր մրցավազքի մեջ եք ձեր լոգոտիպի մեջ ունենալով Արարատը։ Արարատ Միրզոյանի անունը փոխեք։ Օրենք ընդունեք, որպեսզի այլևս հայ ժողովուրդը չկարողանա իր այդ նոր ծնված երեխեքի անունները դնի Սասուն, Վան, Անի։ Օրենք ընդունեք։ վախեն մեզ չընդունեն, սենց գնալու դեպքում էդ էլ են ընդունելու, ինչն է խնդիրը։ Գիտես, Դպրոցների դասագրքերից մաքրեցին, վերացրեցին, կեղծեցին պատմությունը, հայոց եկեղեցու առարկան հանեցին, ինչը չեն անում։ Իսկ դրա փոխարեն Ադրբեջանը հիմա Նախիջևանը ադրբեջանական տարածքա բանանում իբրև թե արձանագրությունները սեպագիր գտել, Միքայել Բադալյանը դրա մասին ահազանգել էր։ Ոչ միայն Թուրքիան է Նախիջևանը համարում սեփական, այլ Ադրբեջանը։ Անելու են, ամեն ինչ անելու են, ինչից է զարմանում։ Հայկականության հետ խնդիր ունեցող Հայաստանի ցանկացած իշխանություն բերելու է հայ ժողովրդին նորանոր ողբերգություններ։ Յուրաքանչյուր անգամ, երբ մեզ փորձելու են կտրել մեր պորտալարից, այն կարևորագույն արժեքներից, որոնք դարեր ի վեր հետներս եկել են։ Արարատը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, անկախության հռչակագիրը, որը մեր վերջին շուտով 40 տարի կլինի, հա, 40 տարվա անբաժան գլխավոր հենքն է այս պետության հիմնադրման կարևորագույն փաստաթուղթն ու ծննդականը, հա։ Մեզ անընդհատ պոկում են այն տեղից, որտեղից որ մենք աճել ենք, մեծացել ենք, հաղթանակներ ենք ձեռք բերել, ի վերջո կարողացել ենք 1000 տարուց ի վեր հետո մեր հայրենի հողը ազատագրել, ունենալ այն քարտեզը, որը Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին բաժանում էր որպես սահմանադրական հանրաքվեի լոգոտիպ, իսկ այդ քարտեզի վրա Հայաստանն ու Արցախը միասին էին։ Հիմա ինքը Հայաստանի քարտեզն է իր դոշին կպցրել, ակնհայտորեն իմ աչքի առաջ այդ դեժավյուն գալիս է, որ եթե մենք այս ամեն ինչը այսպես թույլ տանք ու նույն սխալները կրկնենք, 5 տարի հետո այդ քարտեզը ուղիղ կեսն է լինելու։ Հիմա էլ ինքը այդ քարտեզը բանի պես ճակատին է խփելու գլխարկի ու ասելու է դե էս էլ արդեն չգիտեմ ինչ կոչման պես ինչ որ մի բան է։ Հավատացեք, իսկապես գոյություն ունի շատ ուժեղ էներգետիկա։ Այսօր ես փողոցով քայլել եմ, ամեն քայլափոխին, ինձ անընդհատ մարդիկ կանգնացնում են ու ասում են Ռուբեն ջան, ասեք ինչ է պետք անել, Ռուբեն ջան, ասեք ինչ է պետք անել։ Ես է բոլորին ասում եմ ձեր ցավը տանեմ, թե մենք բոլորս ինչ պետք է անենք, պետք է ասեն մեր ընդդիմության առաջնորդները, դա է ճիշտ ձևը։ Մինչև իրենք չասեն, իսկ ես վստահ եմ, որ իրենք այնքան խոհեմություն, այնքան պետական մտածողություն ու այնքան հայկականություն կունենան իրենց մեջ, որ մոտակա օրերին չեն ուշացնի եւ հստակ կներկայացնեն գործողությունների այն պլանը, որով այս էներգետիկան, որը այսօր Հայաստանի Հանրապետությունում կա, կկարողանան կարճ ժամանակում գեներացնեն իսկապես հզորագույն շարժման ու 61 մանդատ ունեցող Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ այդ ճնշմանը չի դիմանալու։ Իդեպ մենք մինչ զրուցում ենք Ռոբերտ Քոչարյանն է հանդես եկել հայտարարությամբ, նշելով, որ այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների, ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման եւ ընտրախախտումների պայմաններում մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ, առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո մի բան հստակ է, չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, մինչ այդ մամուլում էլ ասվում էր, որ քննարկումներ են տեղի ունենում ուժեղ Հայաստան դաշինքի միջև, տեսնենք։ Ռուբ մի ճշտում էլ, օրինակ սոցիալական ցանցերում տեսա մարդիկ նաև ինչ մտահոգություն էին արտահայտել, որ 24 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկեց, բոյկոտեց վրացական ընդդիմությունը,
ու արդյունքում միակ կուսակցությունը իշխող ուժը մնաց, վերացական երազանքը, եւ մանդատները չվերցնելը, ասում է, սահմանադրական ճգնաժամ չի առաջացնում, ինչեւ մեզ մոտ են ասում, չէ, որտեվ իսկապես իրավական ճգնաժամ չի առաջացնում, բայց շատ հնարավորություններից է զրկում, ֆինանսականից սկսած մինչեւ օրենքով վերապահված լիազորություններից, իրավունքներից, միջազգային հարտակներից, համագործակցություններից եւ այլն։ Հիմա որն է այս իրավիճակում ամենաճիշտ որոշումը, ինչու ես դու հանգել դրան։ Սատ ջան, ես տեսել եմ վերջին 5 տարվա ընդդիմության գործունեությունը, թե այդ միջազգային հարտակներում իրենց խոսելը, թե բան ինչ որ հարաբերություններ ձեռք բերելը։ Դե գոնե կալանավայրեր էին գնում մարդկանց, տեսնում այդ ազատազրկված մարդկանց եւ այլն, գոնե։ Նայ, եթե զուտ պերեդաչ փոխանցելու համար մանդատ եմ վերցնելու, առաջարկում եմ իմ վրա վերցնել բոլոր կալանավայրերում, ես խոստանում եմ բոլոր կալանավայրերում գտնվող մարդկանց, եթե մենակ դրա համար մանդատ պետք է վերցնեք։ Ես կտանեմ այդ մարդկանց, վստահեցնում եմ ձեզ, դժգոհ չեն ելնելու, հաստատ ամեն ինչով ապահովված կլինեն, սոված չեն մնա այդ մարդիկ։ Ես տեսել եմ 5 տարվա ընթացքում մանդատ վերցրած պարագայում ինչ է կատարվում մեր ընդդիմության հետ, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ։ Էֆեկտիվությունը այսօրվա ընտրությունների ցուցանիշներն են։ Ակնհայտ է դա։ Էֆեկտիվությունը այսօրվա մարդկանց արդեն քիչ-քիչ ապաթիայի մեջ մտնելու հոգեվիճակն է։ Պնդում եմ, որ եթե իրենք մանդատները վերցնելու են, ակնհայտորեն քաղաքական դաշտում չեն կարող այլևս գործել որպես առաջատար ընդդիմադիր միավորումներ։ Պնդում եմ, որովհետև մարդկանց հերթական անգամ հուսախաբ են անելու։ Մարդիկ ձեզ ձայն չեն տվել, որ դուք գնաք ու աշխատեք ընդդիմադիր падգամավոր։ Մարդիկ ձեզ ձայն են տվել, որ դուք ձև գտնեք, գործողությունների պլան ունենաք, փողոցային պայքարի նկատի ունեք։ Գիտես, ես հիմա չեմ ասի փողոցային պայքար, բայց ես մտածում եմ այսպես։ Եթե ուժը Նիկոլն էլ վախենում փողոցային պայքարից, նա ակնարկեց, չէ, իհարկե ասում է հնարավոր չեն զարգացումներ։ Կներես, Նիկոլը իրականում ամեն ինչից է վախենում է։ Նիկոլը հիմա այսօրվա օրով իր թիմակիցներից էլ է վախենում։ Ինքը ամեն ինչից է, այսքան ողբերգություն բերած մարդը չի կարող վախ չունենալ, Սատ ջան, չի կարող։ Այս մարդը այնքան ողբերգություն է բերել, որ ինքը պարտավոր է վախենալու։ Դա բնազդ է։ Դու անընդհատ մտածում ես, Իրանից լավ ոչ մեկ չգիտի, չէ, ինքը ինչեր է արել։ Իրանից լավ ոչ մեկ չգիտի, չէ, ինքը ինչ կարող էր անել ու չի արել, կամ ինչ չպետք է աներ ու արել է, որ այդ երրաբլուրն է մեծացել, որ արցախցիների էթնիկ զտում է տեղի ունեցել, որ մենք կորցրել ենք Արցախը, որ մենք կորցրել ենք ընդհանրապես այս տարածաշրջանում սուբյեկտ լինելու իրավունքը։ Մեր այդ ով ինչ ձև ուզում խոսում է։ Հիմա գործողությունների պլանը մշակելուց, երբ որ դու ընտրական ցիկլ ես մտնում, դու պետք է ունենաս պլան A, պլան B, պլան C, պլան Z։ Հիմա եթե առաջի հատվածում, առաջի արարում քո ուզածը չի ստացվում, դու պետք է գնաս երկրորդ արարին։ Հիմա այդ երկրորդ արարը փողոցային պայքարն է, չգիտեմ, բլոգերների հետ աշխատանքն է, բուկլետ բաժանել, չգիտեմ։ Իմ խնդիրը հետևյալն է։ Մի վերցրեք մանդատները, գեներացրեք էներգետիկա, եթե դուք ունեք գործողությունների պլան, ապա 5.5-6 ամսվա ընթացքում կարելի է հասնել այնպիսի տեսակի երման, կաթսայի երման աստիճանի, որ այս իշխանությունը չդիմանա, նվազագույնը գնա նոր ընտրությունների։ Իսկ եթե դու մանդատը վերցնում ես, դու ակնհայտորեն տրամադրվում ես դիմացի 5 տարին դարձյալ մեր բոլորի կյանքից խլելու հարգելի ընդդիմություն։ Մի խլեք մեր կյանքից հերթական 5 տարի։ Սամվել Կարապետյանը եւս 3 հրատապ հայտարարություն կարճարեց, նա ասաց, որ երբ որ ամփոփվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները նորից հայտարարությամբ հանդես կգա, բայց հայտարարեց, վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, մի անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը։ Նրանց հարցազրույցն ու դեմքը ցույց են տալիս, որ իրենց գործերը լավ չեն գնում, 30%-ի տվյալներ ունենալով ասում են, որ հաղթել են, բայց դու գիտեք, որ դրանք գյուղական համայնքների տվյալներ են։ Այսինքն ինքը ասում է, որ ԿՊ-ն հաղթանակ չի ունենալու, դա նշանակում է, որ ինչ-որ զարգացումներ են սպասվում, չէ։ Ես մեծ հույս ունեմ, առաջարկում եմ այսօր էլ սպասենք, մեծ հույս ունեմ, որ վաղը արդեն
հայտարարությունները ավելի հստակ կլինեն գործողությունների պլանի մակարդակի, բայց ելի եմ ասում, մենք պետք է փաստենք հետևյալ բանը։ Այսօրվա անդիմությունը ընտրությունների մասնակցող ու ոչ միայն 3 ուժերի մասին է խոսքը։ Նաև Թատոյան Արմանի մասին է խոսքը, Մարության Հայկի մասին է խոսքը։ Էդմոնը Մարուկյան եւ այլն։ Իրենք փաստ է, որ կարողացել են գեներացնեն, նաև օգտվելով բոլորիս հնարավոր, հա, քարոզչական ռեսուրսներից, գեներացնեն բարձր մասնակցություն։ Եվ ի վերջո հավաքել 100-ից 110 հազար ձայնով ավելին, քան հավաքվել է 2021 թվականին։ Ակնհայտ է, որ այդտեղ ամենամեծ դերակատարումը ունեցել է Սամվել Կարապետյանը իր մասնակցությամբ ու իր ներկայությամբ։ Կարելի է ինչ-որ մի բան ավելի լավ անել, գուցե, բայց մենք պետք է հիմա առաջնորդվենք նրանից ինչ-որ ունենք։ Ունենք 100 հազարով ավել մարդ, որը հավատում է ընդդիմությանը, ձեր ցավը տանեմ, 100 հազարով ավել մարդ։ Նիկոլը այսօր 140 ձելի կռիվ է տալիս, որպեսզի սրանից նրանից գողանա, որ ինչ-որ մի մանդատ ապահովի։ Հիմա ձեզնից պահանջվում է այն աստիճանի արագություն, խոհեմություն գործողությունների մեջ, որպեսզի այս էներգետիկան չկորցնենք, այս ժողովուրդը լավ ժողովուրդ է, այս ժողովուրդը հասկացող ժողովուրդ է, այս ժողովուրդը խելացի ժողովուրդ է։ Երբ որ այս մարդկանց բաց տեքստով ասում ու բացատրում ես, դու ինչ ես ուզում իրենցից, ու դրա մեջ դնում ես մաքսիմալ ազնվություն ու պարկեշտություն, այս ժողովուրդը քո հետևից կգա։ Ես դա միլիոն անգամ տեսել եմ ու միլիոն անգամ ապացուցել եմ։ Լինի դա հարտակներում, լինի դա իմ հոլովակներում։ Չէ, նաև մարդիկ պետք է հասկանան, որ իրենք քվեարկել են, բայց գողացել են։ Այո, գողացել են։ Ես ինչ եմ ասում, ժողովուրդ ջան, ձեր կյանքին մեռնեմ, դուք ֆենոմենալ բան եք արել։ Դուք, գիտես, ես առավոտյան գնացել եմ Գյումրի, քվեարկել եմ, հետո հետ եմ եկել։ Թե առավոտյան գնալուց հակառակ եկող մեքենաներ էի տեսնում, գիտես ինչ քանակությամբ թե արդեն Երևան գալուց դեպի Գյումրի գնացող մեքենաներ էի տեսնում, ընկերներս ասում են, որ նույն քանակությունը եղել է նաև բանը Կիրովական գնացող եւ Վանաձոր գնացող եւ այլն։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Մարտիկ չեն զլացել, նստել են իրենց մեքենաները, գնացել են իրենց գրանցման վայրերը, որpիսի իրենց քաղաքացիական պարտքը կատարեն։ Մեծամասամբ դա եղել են ընդդիմությանը ընտրող մարտիկ։ Ըստ այդմ ձեր ցավը տանեմ, ապրեք դուք ձեր պարտադիր նվազագույնը արել եք, հիմա գնդակը այն մարդկանց դաշտում է, ում մենք ձայն ենք տվել։ Խնդրում եմ, տեր կանգնեք այդ ձայներին, վստահ կանգնեք տեր այդ ձայներին, ռիսկով կանգնեք տեր ձայնը, որովհետև դուք ստացել եք բոլոր հնարավոր հավաստիացումները ձեր ընտրողների կողմից, որ իրենք պատրաստ են ձեր հետևից գան։ Առաջնորդեք այդ մարդկանց, ցույց տվեք իրանց գործողությունների պլան, վստահություն ներշնչեք, որ իրոք դուք հետքայլ չեք անելու ու կտեսնեք, որ այդ քանակությունը ձայների, որը որ դուք հավաքել եք, ռեալ գետնի վրա նվազագույնը 30-ից 40%-ով ավելանալու է։ Դուք շատ արագ հասկանալու եք, որ այդ 400,000 ձայնը դառնալու է 500,000, 600,000 Նույնիսկ այն մարտիկ, որոնք այս անգամ ընտրության չեն գնացել, իրենք էլ են դուրս գալու ձեր հետևից, որովհետև ձեր պայքարը արդար է, ձեր պայքարը ազնիվ է։ Ցույց տվեք մեզ, որ դուք պատրաստ եք մինչև վերջ գնալու, այդ մինչև վերջ գնալու ճանապարհին կտեսնեք ինչքան մարդ է ավելանալու ձեր կողքը։ Շնորհակալ եմ, Ռուբեն ջան, զրույցի համար, սպասենք ընդդիմության քայլերին, միացյալ ընդդիմության։ Հարգելի հետևորդներ, իմ զրուցակիցն էր հանրային գործիչ, Գյումրի ավականու իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Կհանդիպենք, հաջողություն ձեզ։